Անդրադառնամ դիմումում եւ սույն դատաքննության ընթացքում ներկայացված որոշ դատողությունների եւ եզրահանգումների կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված դիմումներով իրականացված վարչարության վերաբերյալ։ Ընտրական օրենսգրքի 47, 48, 49 Ինչպես նաև 50-ը վերահաշվարկի կարգավորումով հիմնականում 47-ը կարգավորում է եւ սահմանում է ընտրական հանձնաժողովներում վարչարության առանձնահատկությունները եւ այդ առանձնահատկությունները պայմանավորված են ոչ միայն ընթացակարգային վարչարության իրականացման տեսակետից, նաեւ ժամկետներով։ Այսինքն ընտրական գործընթացով վարչարության առանձնահատկություններից է շատ սեղմ ժամկետները, մասնավորապես որ ընտրությունների նշանակելուց հետո մինչև քվեարկության նախորդ օրը ստացված դիմումներին պատասխանվում եւ ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում որոշումներ ընդունվում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան մինչև քվեարկության սկիզբը։ Առանձնահատկություններից է նաեւ 49-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումը օպերատիվ լուծում պահանջող հարցերի հետ կապված, որոնց վերաբերյալ օրենսդիրը շատ հստակ ասում է, որ այդ կերպում ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ եւ նման դեպքերում առանձին ակտի տեսքով որոշումների կայացումը ընդունումը պարտադիր չի։ Պատասխանող կողմը պնդում է, որ 2006 թվականի փետրվարի 6-ից ազգային ժողովի ընտրությունները նշանակելուց հետո մինչև արդյունքների ամփոփման օրը ստացված դիմումներով ձեռնարկվել են օրենքով սահմանված միջոցներ, հարուցվել են վարույթներ, իրականացվել վերահասցեագրումներ, ձեռնարկվել օպերատիվ միջոցներ, ինչը վկայում է, որ անհիմն է պնդումն առայն այսօր հնչեցվեց ԿՀ-ն ցուցաբերել է անգործություն այս մասով։ Այն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեռնարկած միջոցները չեն համընկել դիմումատուների ցանկությունների կամ ակնկալիքների հետ, թույլ չի տալիս կատարել պնդում, որ ԿՀ-ն ցուցաբերել է անգործություն։ Ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են ընտրական օրենսգրքի 47-ից 49-րդ հոդվածների պահանջների պահպանումով, դիմումների քննարկման օրվա ժամի մասին դիմատուները եղել են ծանուցված, որոշումները տրամադրվել են դիմատուներին եւ սահմանված ժամկետներում հրապարակվել հանձնաժողովի կայքում։ Բոլոր դեպքերում դիմատուների լսված լինելու իրավունքը ամբողջությամբ եւ պատշաճ ապահովել է։ Դիմով բարձր դատարան ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվող ապացույցների ցակ, որոնց թվում են նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ընդունված դատական ակտերը, հետևապես դիմումներով այդ ներկայացված ապացույցները ամբողջությամբ հերքում են նաև այն թեզը, այսօր հնչեց ամփոփիչ ելույթներում 0 վարչական վարույթ այդ պնդումը։ Ատելության խոսքին առնչվող վարույթի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անդրադարձել է միջազգային եւ ներպետական իրավակարգավորումներին, հիմքում ունենալով Սահմանադրական դատարանի 2021 թվականի ՍԴՕ 1606 որոշումը։ Եվ գտել է, որ թեև նախընտրական քարոզության ընթացքում գործածված բառապաշարը նախընտրական քարոզության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ չի առաջացնում հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի ընկալում։ Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահասցեագրման գործիքակազմի կիրառմանը, ապա այն իրավաչափ է գնահատվել նաև վարչական դատարանի կողմից։ 2026 թվականի հունիսի 13-ի ԹԻՎԴ 8999 կոտորակ 09 կոտորակ 26 վարչական գործի շրջանակներում կայացված վճռով վարչական դատարանը հայտնել է հետևյալ դիրքորոշումը։ Օրենսդիր ընտրական հանձնաժողովին չի պարտավորեցրել յուրաքանչյուր ենթադրյալ խախտման դեպքում անպայման կիրառել նախազգուշացում։ Օրենսդիրը նախատեսել է երկու այլընտրանքային միջոց՝ իրավասու մարմիններին դիմել ենթադրյալ խախտումները կանխելու նպատակով կամ նախազգուշացում կիրառել ենթադրյալ խախտում թույլ տրված թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ։ Նորմում կիրառված կամ շաղկապը վկայում է, որ օրենսդիրը հանձնաժողովին վերաբահել է միջոցի ընտրության հայեցողություն, իսկ նախազգուշացումը նախատեսել է ոչ թե որպես պարտադիր, այլ որպես օրենքով թույլատրելի
արձագանքման միջոց։ Տվյալ դեպքում հանձնաժողովը գտել է, որ ներկայացված հանգամանքներում հնարավոր է, որ առկա են քրեայի իրավական բնույթի հատկանիշներ, որոնց գնահատումը ԿԸՀ-ին վերապահված չէ, ուստի որոշել է վերահասցագրել իրավասու մարմիններին։ Հանձնաժողովի գործողությունն իրավաչափ է, իրականացվել է վարչության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի կարգավորումներով, ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխան եւ դատարանը վարչական վճռել է նշված վարչական գործով ուժեղ հաստան կուսակցությունների դաշինքի հայցն ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրենց դիմումը Հ դատախազությանը վերահասցրագրելու ձևով դրսևորված պատասխանողի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին մերժել։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում, որ նշել, որ դատական այս ընտրությունների ընթացքում դատական կարգով վիճարկված կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ ակտ անվավեր չի ճանաչել։ Փորձեմ հակից անդրադառնալ տեսալսողական մեդիայի վերաբերյալ դիտարկումներին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ուսումնասիրել հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի եզրակացությունը։ Պետք է նորից նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 258 որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումներն արտահայտված են 258 որոշմամբ եւ այդ որոշմամբ ԿԸՀ-ն եզրակացրել է, որ ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այդ թվում այդ եզրահանգմանը հանգելու հիմք է հանդիսացել նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 12-ի մշտադիտարկման արդյունքների եզրակացությամբ տրված գնահատականներն առ այն, որ տեսալսողական մեծածառայություն մատուցող ընկերությունների կողմից տրամադրված եթերաժամի արձանագրված անհամաչափությունը չի կարող գնահատվել որպես նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման սկզբունքի խախտում եւ առ այն, որ հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի կողմից արձանագրված նախընտրական քարոզության վերաբերյալ անկողմնակալ եւ գնահատականների զերծ տեղեկատվության ներկայացման պահանջի խախտման հարգելի բարձր դատարան դրվագները, այսինքն մի քանի դրվագներ ա եղել այդ եզրակացությամբ կա այդ մի 2-3 դրվագներին հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի կողմից տրվել է համապատասխան իրավական գնահատական։ Փորձեմ ներկայացնել, թե դիմումատուներն ինչպես են օգտվել օրենքով իրենց վերապահված հնարավորություններից եւ իրավունքներից։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդված։ Ինչ է սահմանում այս հոդվածը։ Վերահաշվարկի ինստիտուտը։ Վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեն թեկնածուն կամ վստահված անձը, եթե ներկա են գտնել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովի անդամը։ Իրավանորմի նման սուբյեկտային կազմի սահմանումը չի կրում ինքնանպատակ բնույթ։ Վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունքից օգտվում են ընտրական գործընթացի այն մասնակիցները, ովքեր ունեն սուբյեկտիվ շահեր, ներկա են գտնվել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, արձանագրել են իրենց կարծիքով թույլ տված խախտումներ, սխալ իրականացված հաշվարկ եւ այլն։ Այսինքն դիմում ներկայացնող անձը արդեն իսկ ունի լիակատար պատկերացում տեղամասում իրականացված վերահաշվարկի վերաբերյալ եւ հաշվարկի վերաբերյալ եւ վերահաշվարկի միջոցով ըստ էության նպատակ է հետապնդում արձանագրելու այդ խախտումները վերահաշվարկելու եւ ուղղելու եթե ուղղման ենթակա են։ Թվով 38 ընտրատասկային հանձնաժողովներին ներկայացվել է վերահաշվարկի 30 դիմում, որոնցից 14-ը թեկնածուների կողմից, 16-ը վստահված անձի։ Այն դեպքում բարձր դատարան Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի 7429 վստահված անձ։
Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության 48 վստահված անձ, Միասնության թևեր կուսակցության 1338 վստահված անձ, Բարգավաճ Հայաստան կուսակցության 3694, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության 443 վստահված անձ, Հայաստան կուսակցությունների դաշինքի 3660, Հանուն Հանրապետության Ժողովրդավարական պաշտպանների դաշինքի կուսակցության 82 վստահված անձ գրանցվել են ընդհանուր թվով։ Տարբեր ընտրական տեղամասերում այդ գրառումները տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում առկա են, այդ 7000-ը մի քանի տեղամասերում են գրանցվել եւ այդ թիվն են ստացել եւ հնարավորություն են ունեցել հետևելու եւ քվեարկության ընթացքին տեղամասերում եւ քվեարկության արդյունքների ամփոփման նիստերին եւ իրացրել են իրենց իրավունքները ամբողջ ծավալով։ Ավելին, այս իմ նշած 30 դիմումներից զգալի մասը ներկայացվել է ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթների խախտումով, ինչպես արդեն պարոն Սմբատյանը նշեց եւ ընտրական հանձնաժողովները չէին կարող այլ բան անել, քան նույն հոդվածի 16-րդ հոդվածի կանոնակարգումով ղեկավարվելը։ Մերժել են այդ դիմումները, որտեղ օրենսգրքի պահանջն այդպիսինն է, սակայն բոլոր այն դիմումներում բոլոր տեղամասերը, որ նշված են եղել, վերահաշվարկվել են։ Մի դիտարկում չկա Հայաստան դաշինքի ներկայացուցիչներից ոչ մեկը, հուսամ մեզ լսում են, ուզում եմ նաև արձանագրել, որ Հայաստան դաշինքի դեպքում բարձր դատարան տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվել են հանձնաժողովների 488 նախագահ, 491 քարտուղար, 2444 անդամ եւ արձանագրում եզրահանգում։ Տեղամասային հանձնաժողովներում ներկայացված թվով 2005 տեղամասային հանձնաժողովների նախագահներից, նույնքան հանձնաժողովի քարտուղարներ եւ թվով 11905 տեղամասային հանձնաժողովներից անդամներից որևէ մեկը քվեարկության արդյունքների արձանագրությունում հատուկ կարծիք ունենալու վերաբերյալ գրառում չի արել։ Որևէ մեկ դիմում չունենք վերաշվարկի, որ ներկայացված լինի տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից իրավասու սուբյեկտների կողմից։ Այս համատեքստում ցանկանում եմ ներկայացնել երկու դիտարկում։ Ճիշտ է, ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն այն տեղամասերի համարները եւ գտնվելու վայրերը, որտեղ քվեարկել են զորամասերում կազմված ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողներ, հրապարակման ենթակա չեն, սակայն բարձր դատարանին կներկայացնեմ թվով 12 տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանների վստահված անձանց տվյալների գրառումների էջերից պատճեններ, որոնց ուսումնասիրությամբ փաստվում է, որ դիմումատուների վստահված անձիկ ներկա են գտնվել այդ տեղամասերում, այսինքն որտեղ զինծառայողներ են քվեարկել եւ հետեւել են քվեարկության ընթացքում։ Իդեպ, քանի որ ԿՀ-ն տիրապետում է այդ տվյալներին եւ տեղեկատվությանը, իմ կողմից ընտրվել են այն տեղամասերը, որտեղ եղել են առավել մեծ թվով զինծառայողներ։ Քվեարկությանը մասնակցել են մեծ թվով զինծառայողներ։ Ընդհանուր թվով 2005 տեղամասերից ընդամենը 11 տեղամաս է, որտեղ ներկա չեն գտնվել վստահված անձիկ։ Միայն երկու տեղամասում 14 կոտորակ 48, որտեղ ընտրողների թիվը 251 է, եւ 1453-ում չեն եղել եւ վստահված անձ եւ դիտորդ։ Հարկ է նկատել, որ բացի 1448-ից, որտեղ ընտրողների թիվը 300-ից ցածր է, մնացած բոլոր տեղամասերում իրականացվել է քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման նիստերի հեռարձակում։ Հնչեցնեմ այդ տեղամասերը 7-ի 17, 7-ի 20, 1453, 17-9, 17-27, 17-63, 17-66, 33-22, 35-63 եւ 37 թիվ կոտորակ 7 տեղամասերը։ Չեմ հասցնի։ Ուրեմն նշված տեղամասերից այս իմ թվարկած եւ ոչ մեկում զինծառայող չի քվեարկել, ինչը հիմք է տալիս պատասխանողին արձանագրելու, որ բոլոր տեղամասերի
բոլոր հեռարձակումների միաժամանակյա դիտման հնարավորությունը, որը վերապահված է եղել բոլոր քաղաքական ուժերին, օգտվել են այդ հնարավորությունից եւ սույն դատավարության ընթացքում ներկայացված այն պնդումները, որ զրկված են եղել, գաղտնի է եղել, փակ է եղել, մեղմ ասած ինձ համար եւ պատասխանող կողմի համար համոզիչ չէ։ Մեկ մասնավոր դեպքի անդացավ ուժեղ Հայաստանը, մենք ապացույցը կներկայացնենք 17-25-ում քվեատուփը տարել են, ամբողջ ընթացքը նայել ենք, տեսաձայնագրությունը կներկայացվի, այդտեղ եղել են դիմատուներից բոլորի վստահված անձները եւ այդ տեղամասում ապացույցը ներկայացված է 17 ընտրատասկի որոշումը Գրանցամատյանի գրառումների վերաբերյալ, 17 կոտորա 25-ում մի գրառում չկա։ Արդեն ասել ենք, որ որևէ մեկ դիմում չի ներկայացվել թվով 38 ընտրատարածքներում անվավեր ճանաչելու մասին։ Գոնե այս դեպքում, կարծում եմ, դիմատուներից մեկը առավել շահագրգռված պետք է լիներ այս գործիքից, այս իրավունքից օգտվելու համար։ Այս դեպքում էլ հիմք է տալիս այն, որ դիմատուները չեն օգտվել իրենց վերապահված հնարավորությունից, խախտված իրավունքների պաշտպանության այս ինստիտուտից, կարծում ենք, որ չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք բավարար հիմք կտային այդ դիմումները ներկայացնելու համար, բացառությամբ ուժեղ Հայաստանի Տիկին Մելոյանի, որ բերել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով, այն էլ 12-ի կոտորը 13-ում, որտեղ մեկ այլ ուժի քվեաթերթիկ չի եղել, ով դիմատուների շարքում ներկայացված չէ։ Թվով 2005 տեղամասերի գրանցամատյաններից 607-ը 30%-ն է, որ գրառում է պարունակում։ Ինչ վերաբերում է թափանցիկ ծրարներին, քանի որ հնչեցվեց ելույթներում էլ, դատարանում էլ դատարանի միջնորդությամբ արդեն ներկայացվեց եւ դրա նկատմամբ դատարանը իր համոզմունքը ձևավորի, ընդհանրապես ասեմ, որ 8 ընտրատասկային հանձնաժողովներում է 8 դեպք է, որ գրանցամատյաններում դրա մասին կա գրառում։ Շատ կարճ պարոն Հովակիմյան կներեք, պետք է նաև վերահաշվարկի մասին խոսեց պարոն Սմբատյանը, մի ավելացում, չենք ունեցել որևէ դիմում կամ բողոք, որ վերահաշվարկի գործընթացը ոչ իրավաչափ է, տեղի ունենում խախտումներով, ընթացակարգային խախտումներով, նման դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի ներկայացվել։ Մեր գրավոր պատասխանը կտանք, ես մի դիտարկում եմ ուզում շատ կարևոր անել, այդ չաշխատող անձնագրեր 79,000 թիվ անընդհատ բարձր դատարան։ Ընտրական օրենսգրքի 60 հոդվածը ունի հետևյալ կարգավերումը. տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովումը քվեարկությունից առնվազն 20 օր առաջ պետք է հասանելի լինի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներին տեխնիկական վերստուգում իրականացնելու համար։ Հասանելի է եղել, այո, ոչ մի քաղաքական ուժ չի դիմել, այդ այն կոդերն է, որ մենք տրամադրում ենք, չի դիմել, չի ուզել, չի ստուգել ու հիմա ունենք ենթադրություններ, պետք է անդրադառնամ նաև Հայաստան դաշինքի այն հայտարարությանը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տենց էլ չանդրադարձավ, ոչ մի բան չասեց, այդ շուկայականից բարձր արժեքները անդրադարձել ենք, ասել ենք մեր նախնական ելույթում կա, հիմնավոր ապացույցները բերել ենք, որ քաղաքական ուժերը հրապարակային օրեն գործող մեթոդաբանությունն են օգտվել եւ այն պնդումը, որ հնարություն չեն ունեցել հարգելի բարձր դատարան։ Ուրեմն ընտրական օրենսգիրքը հնարություն է տալի արժեում խմբակցություն ունեցողներին աուդիտ ունենալ վերստիճ վերստուգիչ ծառայությունում, պայմանագիրը կկցենք։ Հայաստան դաշինքը եւ բոլոր մյուս խմբակցությունները այս իրավունքից օգտվել են։ 2 ամիս հնարավորություն է ունեցել ամբողջ ծավալով հայտարարագիր, կից փաստաթուղթ, մեթոդաբանություն ամբողջը ստուգելու։